Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ինչպես որ արդեն շատերը տեղյակ եք, մի քանի օր առաջ Գլխավոր դատախազության մոտ հրապարակային հաղորդում եմ ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից միտումնավոր անգործություն ցուցաբերելու արդյունքում համայնքից մոտ $700,000 գույք հափշտակելու դեպքի վերաբերյալ։ Եվ հիմա այս տեսանյութով փուլ առ փուլ ձեզ կներկայացնեմ այդ դեպքից հետո ինչ նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Ուրեմն, այդ դեպքից հետո Ազատություն TV-ն շատ հիանալի լավ ռեպորտաժ է հրապարակում, որում հենց համայնքային հողազավթման ապօրինի կառուցված շուկայի սեփականատերերի կողմից լիազորված փաստաբանը հաստատում է իմ խոսքերը, որ այդ շուկան ապօրինի է կառուցվել, այսինքն համայնքային հողատարածքի հողազավթմամբ եւ այլն։ Եկեք հիմա այդ Ազատության TV-ի հրապարակած ռեպորտաժի այդ հատվածը դիտենք եւ որից հետո ես կշարունակեմ։ Բայց այդ ինքնակամ զավթածը նեն չի որ բան են կարել, եսի մի սահմաններ նորմեր են խախտել, որտեղ ինքը չի չափել, ես չեմ չափել, փորձագետը կտա։ Հնարավոր է 200 կամ 300 քառակուսիմետր, հնարավոր է 500 քառակուսիմետր, ինչ որ մի բան զավթած լինի։ Բոլորը շատ լավ լսեցիք, որ հենց իրենց փաստաբանի կողմից հաստատվեց, որ ես ճիշտ էի։ Ինչպես որ ես սկզբանե հայտարարում էի, որ այդ ապօրինի կառուցված շուկան կառուցել են համայնքային հողատարածքի հողազավթմամբ, մոտ 500 քառակուսի համայնքային հողատարածք զավթելով, եւ այդ ամենը հաստատում է հենց իրենց փաստաբանը։ Ու քանի որ իմ կողմից ներկայացված փաստերը այնքան անհերքելի էին, որ նրանք ուղղակի չէին կարող դրանք հերքել։ Ու հիմա նրանք ուղղակի փորձում են հանրության խղճի խայթը մանիպուլացնելով իրենց ապօրինի կոռուպցիոն գործողությունները արդարացնել։ Գիտեք ոնց։ 30 տարի, 92 թվականից հենց 33 տարի ես փողոցներն եմ կային առևտուր արել։ Ազիվ քարից չենքի մեջ եմ մտել։ Նոր Նորքում դեկտեմբերի սկզբից գործող գյուղմթերքի այս շուկան դեռ չբացված սկանդալների կենտրոնում է։ Տասնյակ վաճառողներ տագնապած են։ Մեկ ամիս էլ չկա ինչ տարածք են գտել նաև իրենց աճեցրած միրգ բանջարեղենը վաճառելու, հարցականի տակ է դրվում կառույցի օրինականության հարցը, արդեն քրեական գործ կա հարուցված։ 100 ընտանիք այս բային սպասում է, որ հասկանա ինչ է լինում, որ ինքը փողոցից իր առևտուր առնելունը վերցնի, գա, նորմալ ակուրատնի տեղ կանգնի, թե էլի փողոցում նա նորից ակտավորվի, թե հիմա ինչ են անում, խառնվել է ամեն ինչը իրար։ Տեսակ, չէ՞, իրենց ապօրինի կոռուպցիոն գործողությունների արդարացումը։ Ըստ իրանց հայտարարությամբ, իրանք ոչ մի վատ բան չեն արել։ Ինչ են արել, որ ուղղակի այդ մարդիկ համայնքից $700,000 հող են գողացել ու առանշինական թույլտվությամբ շուկա են սարքել։ Ըստ իրանց հայտարարությամբ, իրանք ոչ մի վատ բան չեն արել, ժողովուրդ։ Իրանք այդ հողը գողացել են, այդ շուկան ապօրինի սարքել են, որ 32 տարի փողոցում առևտուր անող մարդկանց համար պայմաններ ստեղծեն, որ մարդիկ գան այդ շուկայում առևտուր անեն, իրանք ինչ վատ բան են արել։ Հիմա էլ Չախոյանը եկել է բողոքում է, քրեական գործ են հարուցել, չեն թողում մարդկանց նորմալ աշխատեն։ Հիմա շատ մարդիկ էլ իրոքից կմտածեն, դե Չախոյան իրոքից ինչ է խանգարում։ Այդ փողոցային առևտուրը կվերանա, կեթան շուկայում առևտուր կանեն, նորմալ է էլի, դրա մեջ ինչ վատ բան կա։ Հիմա ասեմ ինչ վատ բան կա, ժողովուրդ։ Բարև ձեզ։ Բադուխի էլ այն շուկայում առևտուր չեք անում, եկել եք փողոցում եք առևտուր անում։ Բոլոր փողոցը կարում եք։ Հա։ Դա նկարում եմ։ Չէ, ես Սաֆարյան փողոցը ես կնկարեմ, բայց դուք այն շուկայում չեք առևտուր անում։ Բարյալ։ Հա, բախեք փողոցում առևտուր անում։ Հա, այդ ժամին քիչ մարդ է գալի, դրա համար եկել եք փողոց։ Այսինքն համ բողոքում եք, որ նորմալ պայմաններ չկա։
Հա, ասում եք 32 տարի փողոցում է, ժողովուրդը բողոքում է։ Նորմալ, բա հիմա փողոցում խեք առևտուր անում։ Հա, այսինքն այդ շուկայի այդ բարելավման պայմանները չի արվում։ Շատ լավ անցնում։ Հա, բա խեք հիմա փողոցում առևտուր անում։ Հա, հա, լավ եք անում։ Չէ, ձերն է, շատ լավ։ Դե տեսակ իրանց սրտաճմլիկ հայտարարությունները, որ մարդիկ 32 տարի փողոցում աշխատում են, պայմաններ չկան, գալիտ ու գանում են, հիմա նորմալ պայմաններ ենք ստեղծել ու նման սրտաճմլիկ մանիպուլյացիոն հայտարարություններից հետո, այդ ռեպորտաժը նկարելուց հետո մարդիկ վերադառնում են փողոցային առևտրի։ Հասկանում եք, այս լկտի ստի մանիպուլյացիայի մակարդակը ուր է հասնում, ինչ մասշտաբներ է գրավում, որ իրանք իրենց ապօրինի կոռուպցիոն գործողությունները նման մանիպուլյացիոն հայտարարություններով են արդարացնում, որը բնավ ոչ մի իրավական հիմք չունի, այլ ուղղակի հանրության խղճի խայթի մանիպուլացնելով են փորձում արդարացնել։ Ու կասեք թե դե այսքանով երևի ավարտվեց, չէ, բայց իրականում չէ։ Գիտեք, այս մարդիկ, մասնավորապես Նորնոկ վարչական շրջանի այդ Mercedes-Benz-ին ու առասարակ այդ հարակից տարածքի վերջի ժամանակահատվածում փողոցային առևտրականները խի են շատացել։ Հիմա ասեմ խի են շատացել։ Մեգամոլի առաջի հարգում, ավելի հստակ -1 հարգում, Վեգայի հարգում, մասիվցիները շատ լավ կհիշեք, որ կար գյուղամթերքի շուկա, հիմա որ կադրում դուք տեսնում եք Mercedes-Benz-ի մուտքից, որ մտնում եք։ Հիմա ցույց են տալի, թե որտեղ էր առաջ գտնվում այդ գյուղամթերքի շուկան, որը հիմա այլևս չկա, չի գործում, եւ տարածքը սենց փակել են։ Առաջ բոլորը կհիշեն մասիվցիները, որ հենց այստեղով ներս էին մուտք գործում գյուղամթերքի շուկա, բայց հիմա արդեն փակ է։ Հիմա ինչպես որ արդեն տեսնում եք, այդ շուկան փակ է եւ ոչ մի աշխատող չկա եւ փոխարենը հիմա սենց խանութ է դառել։ Հիմա հաստատ գիտեմ, որ շատերը կմտածեն, որ այդ մարդկանց ստիպողաբար են տարածքից հեռացել, դրա համար էլ վերջի ժամանակահատվածում փողոցային առևտուրը շատացել է։ Բայց ասեմ, ժողովուրդ ջան, դա բնավ այդպես չի, քանի որ այդ մարդկանց ոչ ոք ստիպողաբար տարածքից չի հեռացրել, այլ այդ մարդիկ գումարի դիմաց իրենց իրավունքները վաճառել են տեղերը եւ դուրս են եկել։ Այսինքն ճիշտ չի, արդարացի չի, որ նման մեղադրանքներ առաջ բերել, որ մարդկանց հանել են եւ այլն մարդիկ ուղղակի գումարի դիմաց իրենց իրավունքները վաճառել են եւ դուրս են եկել, հիմա փողոցային առևտրով են զբաղվում, այսինքն ինչ է ստացվում, ապօրինի կոռուպցիոն գործողությունները արդարացնելու համար նման շարքումներ են անում, թե բա մենք ինչ վատ բան ենք արել։ Խի ապօրինի շինարարություն անող մարդիկ ինչ վատ բան են անում, որ օրինակ առանց թույլտվության տուն են սարքում, ինչ վատ բան են անում, մարդիկը թե ապրում են ուղղակի, որ մարդ չեն սպանում, կամ որ ապօրինի սրճարաններ են սարքում, բայց ինչ վատ բան են անում, որ մարդիկ ընդ աշխատատեղեր են ստեղծում։ Ասենք եթե այդ կտրվածքով մտածենք, այսօր ոչ մի ապօրինի շինարարություն իրականացնող մարդ ոչ մի վատ բան չեն անում, այսինքն ատոմակայան չեն սարքում, որ տրաքելու վտանգը կառաջացնի։ Այսինքն նման շարքումներով իրենց ապօրինի կոռուպցիոն գործարքները արդարացնելը դա բնավ ճիշտ չի եւ արդարացված չի։ Այսինքն դուրս է գալի, հիմա ես կարող գնամ Երևանի քաղաքապետարանի դիմացը զավթեմ, ասեմ գիտեք, շուկա եմ սարքում կամ չգիտեմ, հիվանդանոց եմ սարքում, առանց թույլտվությամբ, առանց հողի գնելու, հա, ու ասեմ ես վատ բան չեմ անում, բայց ինչ վատ բան եմ անում, ժողովուրդ։ Այդտենց էլի ժողովուրդ ջան, մենք բոլորս սաղը կարող ելնենք, հող զավթենք ու լավ բաներ անենք
Հայաստանի համար։ Մեկը շուկա սարքի, մեկը չգիտեմ հիվանդանոց սարքի եւ այլն, ասին մենք ինչ վատ բան ենք արել, մենք լավ բան ենք արել, բայց իրականում ասեմ ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել հետեւյալը, երբ որ պայմանավորվածությունը սկսել են ձեռք բերել, որ շուկայից մարդիկ իրենց կամքով գումարի դիմաց պետքա դուրս գան, իշխանությունների հետ կոռուպցիոն fake ապօրինության պայմանավորվածության շրջանակում արդարացում են գտել շահարկման ձևով, որ դե մասիվում հեսա փողոցային առևտուրը կավելանա, թույլ տվեք մենք շուկա սարքենք, որ փողոցային առևտուրը չլինի, խոսքի օրինակ հետագայում կօրինականացնեն բան, սենց իշխանություններն է կոռուպցիոն հետաքրքրություններ ունենալով հանդերձ ասել են լավ աշկ փագենք, դուք էլ մեր գրպանները լավ փագեք, մենք դու գնա սարքի, մենք էլ չենք տենա այդ ամեն ինչը թղթով օրենքի տեսակետից, էլի։ Մարդիկ էլ գնում սարքում են, եւ հետո իրենց կոռուպցիան ապօրինությունը բացահայտվում է։ Բայց իրականում ժողովուրդ ջան, այդ շուկան գյուղամթերքի համար չի կարող ծառայել, որովհետեւ բոլորն շատ լավ հասկանում են, մասնավորապես մասիվցիք, որովհետեւ գյուղամթերքի շուկա չի կարող գործել, աշխատել, որովհետեւ մարդիկ սկի չեն էլ անցնում։ Այդ նույն փողոցային առևտուր անող տարածքինը հաստատեց այդ վարկածը, որ այնտեղ առևտուր չկա, նույնիսկ իմ հրապարակած տեսանյութերի մեկնաբանություններում շուկայի վերաբերյալ մասիվցիք հենց այդ տեսակետն էլ հայտնում են, որ ասում են այդտեղ ով պիտի առևտուր անի, ու իրականում հենց այդտենց է կա, հենց պայմանավորվածություններն է հենց այդտենց է ձեռքը բերվել, որ նման շարքումներ անելով, որ գյուղամթերքի շուկային սարքում մենք էդի կդնենք սարքենք, հետո որոշ ժամանակ հետո, 1 տարի հետո, 1.5 տարի հետո ինքը այլ նպատակի է ծառայելու, մասնավորապես ըստ իմ ունեցած տեղեկությունը դա տեխնիկայի բիրիկնոցի sense տնտեսական խանութ է աշխատելու, էլի sense ու պատրաստում են այդ շինության վրա, որը մի հարգանի է եւ նկուղային հարկ ունի, կառուցեն երկրորդ հարկ եւ այդպիսով այդ ամենը ապօրինի այդ հողազավթումը եւ այլն օրինականացնեն։ Այսինքն քաղաքապետարանը թույլ տա, որ երկրորդ հարգի վրա շինություն սարքեն, այդպեսով օրինականացնեն։ Եվ այդ ամենը հաստատվում է մի պարզ բանով, որ հիմա դուք տեսնում եք այս կադրերը, դա հենց այդ շուկայի կառուցված ապօրինի հողազավթմամբ տանիքն է, ու ինչ որ տեսնում եք, հենա սյուները կա այդ բալկեքի տեղը, արմատուրը հելած է, Էդի թողել են հետագա երկրորդ հարկ բարձրացնելու նպատակով։ Եվ ինչպես տեսնում եք, տվյալ ժամանակ աշխատանքները շարունակվում են եւ Երևանի քաղաքապետարանը աշխատանքները չի կասեցնում։ Բայց տվյալ ուրիշ դեպքում Երևանի քաղաքապետարան հիմա կգնար կքանդեր, կհրապարակեր եւ այլն։ Ու գիտեք, այս ամեն պատմության ամենաանհերքելի փաստային է, որ 2024 թվականին, երբ որ այդ շուկայի կառուցման աշխատանքները իրականացվում է, Երևանի քաղաքապետարան գրություն է գրել, հարցել է շինարարական թույլտվություն ունի, թե չէ, ասել էին հա, բայց սուտ էին պատասխանել, պարզվում է, որ չունի։ Այսինքն իրանք միտումն է, որ սուտ են պատասխանել, որ այս խոչընդոտը չստեղծեն, որ իրանք բարեհաջող կարողանան շուկան կառուցեն, ինչը որ իրենց մոտ դա ստացվեց։ Հենց դա անհերքելի փաստերից մեկն է, ինչի արդիվ հարցուել է քրեական գործ, բայց ապօրինությունը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանը եւ պատգամարմինները այդ ամենի առջեւ աշկ են փակում։ Այսինքն մանիպուլացնելով շահարկում են խնդիրներ, թե բա թողեք մենք սարքենք, որ ժողովուրդը դրսում առևտուր չանի, որ իրանք իրենց ապօրինությունը առաջ տանեն ու մի տարի կամ 2 տարի հետո այդ շինությունը այլ նպատակին ծառայի։ Այսինքն բնավ այդ ամենը չի արվում, օրինակ փողոցային առևտուրը վերացնելու համար, այլ հետագա իրենց կոռուպցիոն շահերը, իրենց կոռուպցիոն պլանները առաջ տանելու համար։ Այսքանը